Պարոն Մեխակյան, սպասելի էր հաղթանակը այս ցուցանիշով։ Այո, ինչպես նախորդիվ ես նշել էի, մեր բոլոր ջանքերը միտված էր բացարձակ հաղթանակի համար, իշա վաղաշապացու եւ իշարունակություն այն գործերի, որ մենք պլանավորել ենք, սկսել ենք եւ իր տրամաբանական ավարտին պետք է հասցնենք։ Եվ դուք ինչպես եք պատկերացնում ընդդիմադիրների հետ աշխատանքը արդեն համայնքապետարան։ Շատ լավ, շատ նորմալ, ես կարծում եմ, որ լեգիտիմ իշխանությունը ոչ մի խնդիր չի ունենում իր աշխատանքի մեջ։ Ավելի վստահ է լինում եւ ես շատ ուրախ կլինեմ, որ մեր ընդդիմությունը այնպիսի օրակարգեր բերի քննարկման, որոնք միտված կլինեն համայնքի զարգացմանը։ Քարոզարշավի ընթացքում ընդդիմությունը բազմաթիվ անգամներ նշում է, որ իշխող ուժի կողմից բազմաթիվ անձինք ազատվում են աշխատանքից պայմանավորված ընդդիմադիր հայացքներ կամ իրենց հետ կապի մասին։ Շարունակվել են արդյոք արդեն ձեր համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո այդ գործիքակազմը կիրառվել։ Ես բազմիցս անդրադարձել եմ դրան, նախ բազմաթիվ մարդիկ չեն եղել են մի քանի հոգի ու բացառապես իրենց դիմումի հիման վրա։ Այսինքն դուք չեք ազատել, պարոն Մեխակյան, որովհետև առաջին համայնքներից մեկը անուն ազգանուններ տալիս ասում էր հեռացրել են աշխատանքից։ Ես ոչ մեկի աշխատանքից չեմ հեռացրել, ովքեր որ ազատվել են աշխատանքից, կա աշխատանքի ազատման դիմումներ գրած։ Պարոն Մեխակյան, մի ճշտող հարց, ամբողջ քարոզարշավի ընթացքում դուք ուղիղ չպատասխանեցիք, թե կիսում եք արդյոք Նիկոլ Փաշինյանի մոտեցումը եկեղեցու հետ կապված եւ արդյոք մասնակցելու եք Փաշինյանի կազմակերպած հոգեվոր հավաքին այս պայծրությամբ, երբ որ արդեն ընտրվել եք, ունեք այդ որոշումը կայացած Առաջիկայում ըստ էության, եթե անհրաժեշտ լինի, կանդրադառնամ դրան։ Ես այս պահին եկեք բավարարվենք նրանով, իմ պատասխանը չի փոխվել։ Ըստ անհրաժեշտության առաջիկայում կանդրադառնանք։ Այս ընթացքում չէիք խոսում, որպեսզի կարողանաք նաև Չէ, բայց հարցը չեմ վերջացրել։ Ես հասկացա, բայց չէ, այդպես Բա չի։ դիտողը չհասկացավ ինչ եմ հարցնում։ Շատ լավ։ Այս ընթացքում չէիք խոսում, որ նաև կարողանայիք այն քաղաքացիների վստահության քվեն շահեք, ովքեր դեմ են այն ամենին կաթողիկոսի հետ կապված, ինչը արվում է։ Ոչ, Նարեկ ջան, ես իմ դիրքորոշման մեջ չեմ փոխվել, ես ասում եմ ըստ էության կանդրադառնեմ, մենք ես իմ օրակարգում եւ մեր վարշապետի թիմ ընտրությունների օրակարգում չենք ունեցել նման հարց եւ ես հարկ չեմ համարել դրան անդրադառնալ, այժմ էլ չունենք մենք այս բանը, որովհետեւ մենք ընտրության արդյունքները պետք է ամփոփենք եւ ձևավորենք համայնքային իշխանություն։ Այստեղ հավաքված են ԿՊԱ-ական բազմաթիվ պաշտոնյաներ, շնորհավորում են, անձամբ են եկել։ Նիկոլ Փաշինյանը արդյոք հեռախոսազանգով թեկուզ հասցրել է շնորհավորել, թե դեռ ոչ։ Հեռախոսազանգով չէ, բայց հասցրել է։ WhatsApp-ով նամակ է ուղարկել։ Չէ, ուղիղ չէ, բայց մեր գործընկերների միջոցով փոխանցել է։ Բայց ինչով է պայմանավորված, այս միջնորդավորված շնորհավորանքը քարոզարշավին ընդհանրապես չգալ չաջակցել է։ Դուք կարող եք իրեն հարցնել, ոչ մի բանով պայմանավորված չէ։ Շատ նորմալ է ամեն ինչ։ Ավելացնելու բան ունեք, պարոն։ Ոչ, շնորհակալ եմ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, հարգելի լրագրող գործընկերներ, որ այս ընթացքում մենք միասին փորձել ենք քարոզարշավը հնարավորինս թափանցիկ դարձնել եւ մեր ընտրողներին ներկայացնել մեր ծրագրերը եւ եթե որոշակի խախտումներ արձանագրվել են նաեւ ձեր օգնությամբ փորձել ենք այդ խախտումները շտկել թե իշխող ուժի եւ թե ընդդիմության կողմից կատարված մասնավորապես չսահմանված վայրերում պաստառների փակցման եւ այլն եւ այլն։ Եվ մի ճշտող հարց, քանի որ շատ էր այդ թեման քննարկում, կրիմինալի է, այսպես ասած, դեմ ինչպես եք արդյոք սկսելու եք արդեն գործուն քայլեր կիրառել, որպեսզի կրիմինալի հետ կապված առաջին հերթին պատասխանատու են ուժային կառույցները եւ մենք մեր մասով մաքսիմալ օժանդակելու ենք մեզնից կախված որպես համայնքային իշխանություն այդ հարցերում։ Ձեզ նույնպես։ Տիկին Բաղդասարյան, վարչապետը ինչու չկա այստեղ, ինչու չի։